Ողջույն, այսօր կխոսենք կենդանիների հաղորդակցության ձևերի մասին։ Կենդանիների հաղորդակցությունը։ Կենդանիները ինչպես մարդիկ շփվում են միմյանց հետ տեղեկություն փոխանցելու, զգուշացնելու կամ մտերմանալու նպատակով։ Նրանց հաղորդակցումը լինում է տարբեր ձևով, ըստ տեսակի, միջավայրի կենսակերպի։ Հաղորդակցության տեսակները։ Կենդանիները հաղորդակցվում են հիմնականում 4 ձևով։ Առաջին՝ ձայնային հաղորդակցություն։ Կենդանիները օգտագործում են ձայներ զգուշացնելու, ուշադրություն գրավելու կամ տարածք սահմանելու համար։ Օրինակներ. շները հաչում են, վտանգ են զգում կամ ուզում են պաշտպանել իրենց տունը։ Թռչունները, ինչպես սոխակները կամ ճայերը, երգում են, իգականին գրավելու ու տարածք պահելու համար։ Դելֆինները սուլոցների ու կտկտոցների միջոցով միմյանց հայտնում են, ուր են գնում, ինչպես են զգում կամ որտեղ է սնունդը։ Շարժողական հաղորդակցում։ Կենդանիները կարող են շարժվել կամ հատուկ գործողություններ անել հաղորդագրություն փոխանցելու համար։ Օրինակ. մեղուները պարում են, ցույց տալու համար, թե ուր է գտնվում ծաղիկներով հարուստ վայրը։ Այս պարն անվանում են մեղվու պար։ Որոշ կապիկներ սաստիկ շարժում են ձեռքերը կամ ոտքերը վտանգի ժամանակ։ Ճագարները թմբկահարում են հողին, նախազգուշացնելով վտանգի մասին։ Հոտային հաղորդակցում։ Շատ կենդանիներ հաղորդակցվում են հատուկ հոտերի միջոցով, որոնք նրանք արտազատում են։ Օրինակ. մրջյունները ճանապարհին հոտոտ հետք են թողնում, որպեսզի մյուս մրջյունները հասկանան, թե ուր է պետք գնալ սնունդ գտնելու համար։ Որոշ ցեցեր, օրինակ ցնդի ցեցը, արձակում են ֆերոմոններ, հատուկ հոտավետ նյութեր, որպեսզի ներգրավեն հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Տեսողական հաղորդակցում։ Սա այն է, երբ կենդանիները հաղորդակցվում են իրենց տեսքով, մարմնի դիրքով, գույնով կամ շարժումով։ Օրինակ. Սպանիչ կարթը Փեոն, հայերեն Պավլին, բացում է իր փայլուն, գունավոր փետուրները, իգականին տպավորելու համար։ Շները կարող են կպցնել ականջները կամ քաշել պոչը, ցույց տալով, որ վախենում են։ Այսքանը։